Հնդկաստանում տեղի է ունեցել տարվա ամենաշքեղ հարսանիքներից մեկը՝ դեղագործական ժառանգորդուհի Նեթրա Մանտենայի և Նյու Յորքի տեխնոլոգիական ձեռնարկատեր Վամսի Գադիրաջուի երրորդյա տոնակատարությունը։ Մասշտաբներն ապշեցրել են նույնիսկ Բոլիվուդին, որը սովոր է ամեն ինչի։ Արարողությունները տեղի են ունեցել քաղաքի ամենահայտնի վայրերում։ Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել նախահարսանեկան կարևոր երեկոներից մեկում։ Սա երգչուհու առաջին այցն էր Հնդկաստան։ Ելույթներից մեկի ժամանակ 56-ամյա Ջեյ գրեթե դուրս է եկել իր գերբացահայտող բոդիից, բայց շարունակել է ելույթ ունենալ այնպես, կարծես ոչինչ չի պատահել։ Ավելի ուշ նա հայտնվել է նորապսակների կողքին։ Հարսանիքի ամենացնցող խորհրդանիշը ֆրանսիացի հրուշակագործ Բաստիեն Բլանտայոյի կողմից ստեղծված հսկայական ձյունաճերմակ տորտն էր՝ 4,5 մետր բարձրությամբ, փղերի, վագրերի և բարդ շաքարե քանդակների ֆիգուրներով։ Հյուրերի ցանկում էին Հնդկաստանի և աշխարհի լավագույն դեմքերը, այդ թվում Դոնալդ Թրամփ կրտսերն ընկերուհու հետ։ Որոշ օգտատերեր հարսանիքի շքեղությունն անվանել են «փողի վատնում», սակայն տոնակատարության մասշտաբները արդեն համեմատվում են 2024 թվականին կայացած լեգենդար Ամբանի ընտանիքի հարսանիքի հետ, որին ելույթ են ունեցել Ռիհաննան, Քեթի Փերին և Ջասթին Բիբերը։